Հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, Միքայել Աջապահյանը ռազմական հեղաշրջման կոչ է անում եւ ընդդիմության եւ լրատվամիջոցների որոշ լրատվամիջոցների համար Միքայել Աջապահյանը դատապարտվում է հայրենասիրության համար։ Տեր Արամը ազատ խոսքի իրավունքն է իրականացնում եւ հայտնում է, որ կան եկեղեցում բռնաճնշումներ, Տեր Արամը կաթողիկոսի կողմից, Կտրիչ Ներսիսյանի կողմից կարգալույծ է արվում։ Վազգեն Գալստանյանը ահաբեկչության պլանավորման փորձ է կատարում ըստ քննչական կոմիտեի եւ համարվում է հայրենիքի կալանավոր եւ հայրենասիրության համար կալանավորված անձ։ Տեր Աղանը, որը Կտրիչ Ներսիսյանի հրահանգը չէր կատարել եւ իր մոր հետ չէր գնացել Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցերի, կարգալույծ է արվում կամ ուղղորդվում է հեռավոր վայրում ծառայության։ Էստոնիայի քահանան ողջունում է վարչապետին խաղաղությունը եւ ասում է, որ մաղթում է, որ Հայաստանը իր ուղին կշարունակի դեպի Եվրամիություն, մայրաթորը զավթածները մայրաթորի էջով հայտարարություն են տարածում, որ դա եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չի։ Արագածոտնի թեմից պատարագի ընթացքում ժողովրդին ասում են ում է պետք այն երկիրը, որտեղ Սահակ Պարթևին չեն հիշում, որտեղ Մեսրոպ Մաշտոցին չեն հիշում, Վիկտոր Համբարձումյանին չեն հիշում, հայերեն չեն խոսում, քրիստոնյա չի այդ երկիրը, Հայաստանը չի այդ երկիրը, եւ ուղղորդում է քաղաքական քարոզով, որ այդ երկիրը տանողները մենք ենք, էլի իբր իր պատկերացմամբ ասում է, որտեղ ցեղասպանությունը չեն հիշում, եւ մայրաթորը հայտարարություն չի տարածում այդ մասով, որ դա եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը չի։ Եկեղեցու զանգերն են հնչում Գյումրիում, երբ կաշառակեր է բռնվում իրավապահի կողմից, այն դեպքում, երբ պատերազմի 44-օրյա պատերազմի ընթացքում այդ զանգերը այդպես էլ չեն հնչել։ Այս շարքը կարող ենք շարունակել, եւ այս շարքը ցավոք սրտի միայն ես բերեցի էսպայի դրությամբ մայրաթորը զավթածների Կտրիչ Ներսիսյանի եւ իր շուրջը պտտվող որոշակի խմբակի կողմից կատարված գործողություններ, բայց այս ամենը շատ տիպիկ է նաև մեր ընդդիմությանը։ Մեր ընդդիմությունը տարիներ շարունակ եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը ավելի շատ բանակցել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար, բայց այսօր միակ վիրավորանքը կամ միակ պիտակը, որ կարող են կպցնել քաղաքացիական պայմանագրին, դա թրքահապատակն է, ազգադավն է, թուրքերի պահանջը կատարողն է։ Սիրելի հայրենակիցներ, ուղղակի տարանջատեք այս երկու տարբերությունները եւ խնդրում եմ կեղծ բարեպաշտներին տեղ մի տվեք, որտեվ նրանց ձեռքում Աստվածաշունչն է, բայց սրտում կեղծիքը։ Շնորհակալություն։